Երևանի պետական համալսարանում իրավաբանական կրթություն ստանալուց հետո որպես քննիչ իմ մասնագիտական ուղին հենց սկսել է հակակոռուպցիոն կոմիտեից, սակայն մինչ այդ երկար տարիներ աշխատել եմ պետական տարբեր կառույցներում, այնպիսին ինչպիսին է գլխավոր դատախազությունը, հատուկ քննչական ծառայությունը, հակակոռուպցիոն կոմիտեն, բայց քննչական գործունեությամբ սկսել եմ զբաղվել վերջին 1 տարվա ընթացքում որպես նորանշանակ քննիչ, կխուսափեմ քննիչի աշխատանքը ծանր որակելուց, սակայն անկեղծորեն նշեմ, այն բարդ ու պատասխանատու ուղի է։ Սեփականության դեմ ուղղված հանցագործության կոռուպցիոն բաղադրիչ ունենալու հարցը արդեն քրեական օրենսգիրքը տվել է իր 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված քրեական օրենսգրքով, որի համապատասխան հավելվածով սահմանվում են այն բոլոր կոռուպցիոն հանցանքների շարքը, որոնք քննում է հակակոռուպցիոն կոմիտեն։ Իսկ քրեական օրենսգրքի հատուկ մասի համապատասխան գլուխները սահմանում են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները։ Ուշադիր դիտարկելով ու համադրելով կտեսնենք, որ կոռուպցիոն են համարվում խարդախությունը, վստահված գույքը հափշտակելը և շորթումը։ Այստեղ շատ կարևոր է, որպեսզի այն իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կատարված լինի։ Այսինքն հանցագործությունը կհամարվի սեփականության դեմ ուղղված կոռուպցիոն հանցագործություն, եթե այնտեղ կա պաշտոնատար անձ, իշխանական կամ ծառայողական լիազորություններով օժտված կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործող անձ։ Սեփականության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործություններով տարածված սխեմաներից են համարվում վստահված գույքի յուրացնելը, որ կատարվում է պաշտոնատար անձանց կողմից։ Եթե որպես օրինակ նշեմ, ապա կարելի է ներկայացնել տնօրենի կողմից իր բարեկամին, մտերիմին կամ ազգականին աշխատանքի ընդունելը, սակայն վերջինիս կողմից աշխատանքի չհաճախելը և վարձատրվելը։ Այս պարագայում ավելի օրինական ձևակերպում տալու համար աշխատողի հետ կնքվում են աշխատանքային պայմանագրեր, աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում նշանակվում են վերջիններիս հաճախելիությունը որպես հաճախած, այսպես ասած ներկա, և այդ դեպքում նաև կեղծիք են կատարում, պաշտոնեական փաստաթղթի կեղծիք, ու արդյունքում աշխատավարձ է տրվում աշխատանքի ընդունած անձանց։ Ապացուցման տեսակետից ըստ իս ամենաբարդը շահադիտական նպատակի բացահայտումն է։ Գույքի ծագումը ըստ էության բազմաթիվ տեղեկատվական շտեմարաններով կարելի է համադրության արդյունքում վերհանել։ Պաշտոնեական դիրքի չարաշահումը ևս ավելի հեշտ է բացահայտելը, քանի որ պաշտոնատար անձի լիազորությունները սահմանվում են իրավական ակտերով, պաշտոնական փաստաթղթերով, որոնք արձանագրում են վերջինիս լիազորությունները, ու հիշյալ լիազորություններից անցումը կամ հիշյալ լիազորությունների չարաշահումը արդեն դիտվում է պաշտոնատար անձի կողմից լիազորությունների անցում կամ լիազորությունների չարաշահում։ Իսկ ինչ վերաբերում է շահադիտական նպատակին, այս պարագայում մենք գործ ունենք ոչ թե անձի արտաքին կամ ամրագրված լիազորությունների հետ, այլ գործ ունենք նրա ներքին իրավիճակի հետ, որը դժվար է բացահայտելը կամ հասկանալը, ինչու էր այդ մարդը գործել շահադիտական նպատակով, թե ոչ։ Իրավական համակարգում կանանց ներգրավվածությունը, ինչպես նկատում ենք, բավականին է, ինչպես քննչական համակարգերում, այնպես էլ ղեկավար այլ պաշտոններում կանայք զգալի դեր են կատարում ու ներգրավված են։ Ինչ վերաբերում է կարծրատիպերին, ապա իրավական համակարգը, ինչպես տարբեր ոլորտները, ապահովագրված չեն կարծրատիպերից, քանի որ սովորաբար մոտեցում կա, որ բարդ, համարձակ, կոշտ որոշումներ կայացնել կարող են միայն տղամարդիկ, սակայն քննությամբ կատարված արդյունքները կոտրում են կարծրատիպերը ու կարծում եմ տարիների ընթացքում ցուցաբերած արդյունքներով արդեն կթուլանան այդ ազդեցությունը։ Իմ համոզմամբ քննիչի աշխատանքը պայմանավորված է մասնագիտական գործունեությամբ, ոչ թե սեռով, ու շատ կարևոր է, որ իրավական համակարգը հնարավորություն է ընձեռում առանց սեռային տարբերությունների ներգրավվել համակարգում ու իրականացնել մասնագիտական գործունեություն։ Բարդ և բազմադրվակ գործերի քննության ոլորտում կանանց ներգրավվածությունը զգալի է այն առումով, որ ինչպես գիտենք,
Կանայք ավելի մանրակրկիտ, ուշադիր, համբերատար բնավորության տեր անձինք են, իսկ քրեական վարույթներով երբեմն անհրաժեշտություն է առաջանում նաև ավելի երկարատև, ավելի ուշադիր, ավելի մանրակրկիտ քննություն իրականացնելու հարցում։ Մարտի 8-ը ինձ համար կնոջ կայացման, կնոջ ոչ միայն իրավական համակարգում, այլև հասարակական գործունեությանը ներգրավված լինելու, ինչպես նաև ուշադրության ու սիրո խորհրդանիշ է։ Ինչպես գիտենք, կանանց դերերը բազմաշերտ են։ Կինը միաժամանակ և մայր է, և ընտանիքի անդամ, և գործընկեր, և այս պարագայում նաև քննիչ, իսկ հիշյալ բազմաշերտ դերերում շատ կարևոր է ժամանակի ճիշտ բաշխումը։ Քննիչի աշխատանքը երկար ժամանակ պահանջող, ինչպես նաև աշխատանքում երկար ժամեր անցկացնող գործընթաց է։ Ընտանիքը ևս պահանջում է ուշադրություն, իսկ այդ պարագայում, այդ խաչմերուկում հատումը կարող է ինչ-որ ձևով տուժել, սակայն վստահեցնում եմ ժամանակի ճիշտ բաշխումը և կողմերի նկատմամբ հավասարակշռության ապահովումը որևէ դեպքում ոչ աշխատանքի, ոչ ընտանիքի հարցում խոչընդոտ չի առաջացնում։ Շատ կարևոր է նաև ընտանիքիդ աջակցությունը, որը ես ինքս ունեմ ու ըստ այդմ էլ կարողանում եմ միաժամանակ նաև որպես քննիչ աշխատել։